Մեր հաջորդ բանախոսը բնիկ շուշեցի, Արցախյան բոլոր ազատամարտերի մասնակից, պատմաբան, Շուշիի պատմագիտական թանգարանի հիմնադիր եւ նախկին տնօրեն Աշոտ Հարությունյանն է, համեցեք։ Բարև ձեզ հարգելի ներկաներ, բարև Գոհար, բարև Լիլիթ։ Բարև ձեզ։ Ես այս գիրքը ուզում էի նվիրել մեր Ռուբենին, դե որ ասում եք չի եկել, բոլոր դեպքերում նվիրում եմ Գոհարին, որպեսզի փոխանցի, որովհետև ստեղ էլ մի քիչ այլ ուղղություն է, սենց, որը չի հակասում նրան, ինչ դուք ասում եք։ Հիմա տեսեք, ես համոզված եմ, որ դահլիճում նստածների մեծ մասը հոգևոր, պրակտիկ ինչ-որ բաներ անում են, տարբեր ուղղություններում, համոզված եմ դրանում, մեր հայերը այսօր յոգ են, չգիտեմ, կախարդեն, մոգ են, եւ այլն, մի մասն են ասում քրիստոնյա ենք, բայց ես կասկածում եմ, որ իրանք քրիստոնյա են, որովհետեւ ինձ հետ կան քրիստոնյա լավ ընկերներ, որոնք իսկական քրիստոնյա են։ Այսինքն հիշեք, երբ որ վարդապետը, որի մասին նշվեց, որպես Հուդա, երբ որ Աբգար թագավորը նրան առաջի դարում հրավիրեց Հայաստան եւ ասաց եկ էլի մեր ժողովրդին էլ բուժի, վարդապետը ինչ է պատասխանել, հիշում եք իր պատասխանը։ Ասում է ես անելիք չունեմ Հայաստանում, որովհետեւ Հայաստանում բոլորը ապրում են արդար։ Առաջի դարում մենք հայերս բոլորս եղել ենք արդար ժողովուրդ։ Իսկ երբ որ մարդիկ փորձում են հակադրել, այսօր նեո հեթանոսություն է մեր մեջ ձևավորվել, որոնք փորձում են հակադրել երկու իրար չհակադրվող ուղղությունները։ Սրանք հակադրվող չեն։ Մեկը մյուսին լրացնող են, ամեն մի ուսմունք հասկանալի է ունենում է իր աղավաղողները։ Եվ այս աղավաղողների մենք պետք է բռնենք, հակարդերը քաշենք, որպեսզի իրենք չփորձեն մեր ազգի մեջ պարակտում մտցնել, որովհետև եթե կարդաք ուշադիր մեր ավետարանները նույնիսկ, հա, ավետարանների մեջ հստակ ասված է ի սկզբանե լույսն էր։ Գնացեք կարդացեք եւ կիմանաք այդ լույսը ու մասին է ասում։ Ինչ վերաբերում է այս մեր ընկերների հետ հանդիպմանը, ես ասեմ ձեզ, բավականին հետաքրքիր է եղել ինձ համար, մինչ այդ ես բազում հոգեէներգետիկ պրակտիկաներ անց եմ կացրել ինձ համար, ես ոչ հոգի չեմ ասել ինչով եմ ես զբաղվում, սկսած հնդկական, վերջացած չինական հոգեէներգետիկ համակարգների ուսումնասիրությամբ, ասենք ցիգուն, տայցզի ցուան եւ այլն, սրանք բավականին բարդ բաներ են եւ երբ որ շփվեցի Ռուբեն Գրիգորյանի, Լիլիթի հետ, Գոհարի հետ եւ ցավոք որ ասացիք Մովսես Նաջարյանը այստեղ չէ, ինքը ինձ հետաքրիր էր լեզվաբանության տեսակետից, որտեղ հասկանալի է պատմաբանի համար դժվար է այսօր իր վրա վերցնել մի խնդիր, որը կապված է մեր պատմության հետ, մեր պատմությունը խստիվ աղավաղված է, սարսափելի ձևով, դուք կիմանաք շատ բաներ, որովհետև երբ որ դու իմանում ես ինչ աղավաղումներ են արել, կափարիչդ հելնում է։ Քեզ թվում է, թե դու գիտես քո պատմությունը, ես ձեզ ասեմ ազնվորեն, որ որպես պատմաբան ես ակադեմիկների հետ եմ զրուցել, մարդիկ ստիպված են եղել խոստովանել, որ իրենք մեր պատմությունը չգիտեն։ Այն խորությամբ, ինչ որ ես ասենք, ինչ որ բաներ իրանց ասել եմ, բայց ես գտնում եմ նախնական փուլում։ Ուրեմն դուք պատկերացեք, որ պատմություն չգիտեք։ Օրինակի համար մենք Ռուբենի միջոցով ճշգրտեցինք Հայկի եւ Բելի հետ կապված պատմությունը, սա սենսացիոն մի հատ sense երևույթ է, ինչ առումով, որ մեր շնորհիվ նորից եմ ասում նրա, որ Մովսես Խորենացին սա գրի առել իր հայոց պատմության մեջ, դրա շնորհիվ մենք իմացել ենք, որ այդպիսի մի բան ա եղել։
Բայց թե սա ինչ ա եղել, մենք չգիտեինք։ Հա, Հայկը հետո խփեց, սպանեց Բելին, էս ենք իմանում, ու նայած ամեն ոք ինչպես է դա մեկնաբանում։ Իրականում ինչ է եղել։ Եղել է մեծագույն պատերազմ հայոց պատմության մեջ, շատ մեծագույն պատերազմ, այն ժամանակ էլ ինչպես այսօրվա մեր թշնամիները, ինչքան ուժ ու էներգիա ունեին, կուտակել էին Հայաստան աշխարհը ոչնչացնելու։ Սա հայ ժողովրդի գոյատևման պատերազմ էր այն ժամանակ։ Թիու ես չեմ ուզում հլավոր ճշգրտվածը ասեմ, աղջիկները կասեն, պատմականորեն ընդունված է 2492 թվականի օգոստոսի 11-ը։ Ես երբեմն որպես պատմաբան ասում, դե ոչինչ, պատմության մեջ 50 տարի ես կողմ, 50 տարի են կողմ, նորմալ է, բայց դուք պատկերացրեք, որ մեզ չեն ասում, որ այդ պատերազմից հետո ստեղծվեց այն ժամանակվա համար հզորագույն հայկական կայսրությունը, որը տարածվեց 4 ծովերի սահմաններում, 4 ծովեր, ընդգրկելով Արաբական ծովը, Հնդկաստանի սահմաններով բան, հյուսիսում մեր սահմանները, Կովկասյան լեռները անցել են, արևմուտքում, եթե ուշադիր խորենացու մոտ կարդաք, Հունաստանն է նշված, որպես մեզ սահման, արևելքում հասկանալի է մեր դաշնակից պարթևներն էին, մենք չէինք ուզում երբեք իրանցից տարածքային ինչ-որ բաներ, այս առումով հետաքրքրականը դա է, որ մենք իմանանք, որ մեր պատմության շատ ուսումնասիրելիք բաներ ունենք։ Եվ հիշեք, եթե ձեր դեմաց կանում է ինչ-որ մեկը, որ այլ դավանանք ունի, հարգանքով վերաբերվեցեք իրենց, դուք կոչված չեք ոչ հոգի դատելու, հիշեցեք, մարդու հետ խոսում եք իրա Աստծո, սա ամենաճիշտն է։ Ես մահմեդականի հետ խոսացել եմ, ինքը որ կատաղի քրիստոնյաներին ատող մարդ ա եղել, սկսել ասենց և թանգարանում աշխատելու տարիներն եմ ասում։ Ես իրեն իր իսլամի գրքից, Ղուրանից, ասում դուք Ղուրան կարդում եք, ասում դե մեզ մոլաներն են ասում։ Իմ ասում, բա Ղուրանի ես ինչ սուրան վերցրու բացիր, ընդեղ գրած է, ո մահմեդական, եթե դու հանդիպում ես հայի, քրիստոնյայի, այն ժամանակ հայերն էին, էլի մենակ քրիստոնյա, ապա խորը գլուխ խոնարիր նրա առջև, որովհետև քո դեմը կանած է իսկական հավատացյալ։ Այսինքն ես ես ինչի նկատի ունեմ, երբևէ չփորձենք իրար հետ հակադրել մեր գաղափարները, մենք բոլորս հայեր ենք, մենք բոլորս մեկս մյուսին հարգանքով պիտի վերաբերվենք, իսկ այն ինչ ներկայացնում են այստեղ աղջիկները, դրանք բոլորովին կրոնի հետ ոչ մի կապ չունեն։ Դրանք խոր գիտելիքներ են, բարդ գիտելիքներ են, ասեմ ձեզ, հոգեէներգետիկ հզոր պրակտիկա է պահանջում, պետք է անդադ փորձել, հիմա ասենք ես հիշում եմ, որ իրենք հեռուստահաղորդման ժամանակ մեր բնակչությանը խնդրեցին 3 շաբթի, 5 շաբթի օրերը գոնե համազգային աղոթքի մասնակցել։ Եթե իմանում եք համազգային աղոթքի էությունն անում է, որ մենք փաստորեն կանխեցիք Հայաստանի վրա հարձակումը, ձեր աղոթքներով։ Այո։ Հիմա դուք պատկերացրեք, եթե դուք գնում եք եկեղեցի, այսօր մենք բոլորս գնում ենք եկեղեցի, մոմ ենք վառում, մենք առաջինը ինչ ենք ուզում։ Հայ վատ մուրացկանի նման կպնում ենք մեր Աստծուն, դավայ ոսկի տուր, դավայ փող տուր, դավայ ասի։ Բայց եթե մենք այդպես ենք անում, միթե մեր դավանանքը մեղավոր է դրանում։ Մեղավոր ենք մենք իրականում, նույնից եմ ասում, ամեն ինչին ձևական ենք մոտիկանում, մենք սրտանց չենք մոտիկանում, սրտանց։ Ես նույնից եմ ասում, ես գիտեմ, ես ոչ մի կրոնական ուղղության կողմնակից կամ հետևորդ չեմ, բայց ես պատմաբան եմ, որի համար ամեն մեկ ուսմունք դա իր պատմությունն է, դա իմ սուրբոսն է, ես չեմ կարա 15,000 տարվա պատմությունը, ասեմ, շպրտում եմ մի կողմ և ընդունում եմ 1700 տարին, չեմ կարա 15,000-ը ընդունեմ, ասեմ 1700 տարին չեմ ընդունում, տենց բան չկա, ինձ համար բոլորն են հպարտությունը, և մենք պետք է պատրաստ լինենք դրանք պաշտպանել, առավել ևս իմանալով, որ մեր
հայոց պետականության ամենաթշնամի երկիրը Պակիստանը, որ մինչ այսօր Հայաստանին չի ընդունում, հա, իր համար կապ չունի, հեթանոս եք, քրիստոնյա եք, իր համար դուք բոլորդ խաչապաշտ եք, բոլորդ։ Եթե հիշում եք, Սասնացրերում մենք խաչ էինք կրում, չէ՞։ Իսկ խաչը, սիրելի հայրենակիցներ, ընդամենը երկնավորների հետ կապ հաստատելու միջոց է, Այո, որը միշտ մեզ ուղեկցել է։ Եվ այդ մահմեդական երկիրը իր խնդիրը ունի ոչնչացնելու հենց խաչապաշտն է։ Իրանք մեզ խաչապաշտ են անվանում։ Իրանք չեն անվանում քրիստոնյա, հեթանոս։ Ինքը եթե հային բռնի չի արցուն դու քրիստոնյաս թե հեթանոս գլուխը կտրում է։ Всё։ Խաչի իմաստը շատ լավ հասկանում ենք, դուք իմացիք։ Գիտեք, գիտեն, ոչ թե գիտեն ներողություն խաչի իմաստը, այլ գիտեն, որ խաչի գաղափարը հզորություն է բերել այս ժողովրդին, այսինքն նրանք դրանով առաջնորդվել են։ Խաչը ինքնին պաշտամունքի առարկա չի, երբեք։ Ներողություն։ Ես ներողություն եմ խնդրում ձեզնից այսքան ժամանակ խլելու համար, նորից ասեմ, պրակտիկորեն ամեն ինչ եղել է, հանդիպումները ձեզ հետ էլ ալինում, մեզ հետ էլ ալինում, հիմա դրանք լավ որ մեզ համար գաղտնիքների շարքա, որ չենք ուզում բոլորով բացահայտել, պատերազմի ժամանակ ենք առնչվել մեր երկնայինների հետ հանդիպումներին անձամբ ես, իմ ջոկատը, մենք առաջադրանքներ ենք կատարել, եթե իրանք չլինեն չենք կատարել, և ես ձեզ նորից եմ ասում, սրտի խորքից ձեր հավատը առ վերևները, դա բերում է ամեն ինչի, կապ չունի թե դուք ում եք դիմել, դիմեցեք, իրենք օգնում են, մենակ դիմեցեք սրտանց, հավատացեք, որ երբ որ դիմում եք, ձեզ օգնում են։ Շնորհակալություն ուշադրությանը։